Պարոն Բեգլարյան, ինչպես է գնահատում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված հրատապ սոցիալական աջակցության ծրագիրը, արդյոք աջակցությունը բավարար է արցախցիների առաջնային կարիքները հոգալու համար։ Իրականում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած նախագիծը պետք է ավելի լուրջ գնահատեմ, քանի որ բավարար տվյալ չունեմ, թե քանի հոգու վրա է ազդելու եւ այլն, բայց առերևույթ առաջին տպավորությունն այն է, որ ուղղակի միջոց է հերթական անգամ հանրային բողոքը քիչ թե շատ մեղմացնելու եւ իրենց նախորդ սխալ որոշումը ինչ որ ձևով որոշման հետևանքները մեղմացնելու համար կամ արդարացնելու այդ որոշումը։ Եվ սխալ որոշումը որն է, որ իրենք որոշել են ապրիլից կտրուկ կերպով կրճատել արցախցիներին տրվող բնակվարձի աջակցության գումարը եւ տալով միայն երեխաներին ու տարեցներին, կենսաթոշակառուներին եւ հաշմանդամություն ունեցող առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց եւ գումարի չափն են իջեցնում, հետո հուլիսին լրացուցիչ չափով կիջեցնեն եւ հունվարից ամբողջությամբ կկտրեն։ Եվ ինչ են իրենք անում, ասում են արցախցիները չեն դիմում բնակարանային ծրագրին, քանի որ ստանում են բնակվարձի աջակցություն։ Եվ սա հարկադրանքի միջոց է, փոխանակ իրենք նստեն, պատճառները հասկանան, մեզ հետ քննարկեն եւ օբյեկտիվ կերպով վերացնեն այդ պատճառները, թե ինչու արցախցիները չեն դիմում բնակարանային ծրագրին, որոշել են ուղղակի հարկադրել եւ ծայրահեղ աղքատություն խթանելով ուղղակի հարկադրել, որ արցախցիները ճարահատյալ կերպով ընդունեն այն կիսատ պռատ լուծումները բնակարանային ծրագրի մասով, որոնք իրենք տվել են։ Այս ծրագիրն էլ ուղղակի միջոց է, որպեսզի թոզ փչեն, այսպես ասած, ժողովրդի աչքերին, ասեն, տեսեք, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող անձանց որոշ չափով մենք պատրաստ ենք աջակցել, բայց այնպիսի մեխանիզմներ ու պայմաններ են դրվել, որ ենթադրում եմ, որ շատ քչերը կարող են ինչ որ դրական արդյունք ստանալ այս ծրագրից։